Եթե կհիշեք, մենք նախորդ տարվա վերջ կատարեցինք օրենսդրական փոփոխություններ, քաղաքացիական օրենսգրքում որոշակի լրացումներ արեցինք, որով ամրագրեցինք, որ այսուհետ այն պահից սկսած, երբ որ կառավարությունը կհաստատի պայմանագրերի օրինակելի տիպային ձևերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե կկնքեն եռակողմ խառը պայմանագրեր, այսինքն առաջնային շուկայից կառուցվող անշարժ գույքից գնելու իրավունք եւ հիփոթեքի, զուգորդմամբ, ինչպես նաեւ արդեն իսկ կառուցված անշարժ գույք գնելու դեպքում, ելի եթե խոսքը գնում է հիփոթեքի զուգորդմամբ պայմանագրերի մասին, հնարավորություն կունենան կնքելու on-line էլեկտրոնային հարթակում, կադաստրի կոմիտեի կողմից ներդրված էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում եւ այս գործընթացը հնարավոր կլինի իրականացնել սկզբից մինչեւ վերջ առանց նոտարական վավերացման էլեկտրոնային եղանակով։ Օրենքը ընդունվեց նախորդ տարվա դեկտեմբեր ամսին եւ դրանից հետո կային որոշակի գործողություններ իրականացնելու կապված թե կառավարության որոշման մշակման, շրջանառման եւ ընդունման եւ թե էլեկտրոնային հարթակում համապատասխան տեխնիկական ապահովման հետ կապված։ Մենք նախորդ շաբաթ կառավարության նիստին ներկայացրեցինք, զեկուցեցինք արդեն իսկ կառավարության որոշման նախագիծը, որով լրացում էր կատարվում մի կառավարության որոշման մեջ, որտեղ արդեն իսկ կան սահմանված որոշակի պայմանագրերի օրինակելի տիպային ձևեր, որոնք կնքելիս քաղաքացիները նոտարական վավերացման պահանջ չունեն, այսինքն կարող են կնքել ուղղակի երկկողմանի կամ եռակողմ առանց նոտարական վավերացման եւ այս պայմանագրերի շարքում ավելացավ, լրացվեց նաեւ անշարժ գույք գնելու եւ հիփոթեքի խառը պայմանագրերի օրինակելի ձևը, ինչպես նաեւ կառուցապատողից, այսինքն դեռևս առաջնային շուկայից, ենթադրենք կառուցապատողը արդեն շենքը կառուցել է, ավարտել է եւ հենց ինքը կառուցապատողը ցանկանում է գույքը վաճառել եւ այդ դեպքում եւս սահմանեցինք մի օրինակելի պայմանագրի տիպային ձև, որը ստորագրելիս նոտարական վավերացումը այլևս պարտադիր պահանջ չի լինի։ Սա կցանկանամ շեշտեմ, որ զուտ հնարավորություն է, այսինքն իրավունք է, հետևաբար նոտարական վավերացմամբ կնքվող գործարքները շարունակում են ունենալ իրավական կարգավորումներ, շարունակում են իրավական ուժ ունենալ օրենսդրությամբ, սակայն եթե քաղաքացիները եւ գործարքի մյուս կողմերը, այսինքն դրանք են բանկ, հարկային կազմակերպություն, որը վարկավորում է տրամադրում, եւ կառուցապատող, օտարող որպես մյուս կողմից, եթե կցանկանան առանց նոտարական վավերացման գործարք կնքել, հնարավորություն կունենան մուտք գործելու էլեկտրոնային համակարգ, այնտեղ ստորագրելու պայմանագիրը եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դիմապետական գրանցման արդեն կադաստրի կոմիտե։ Հիփոթեկային խառը պայմանագրեր, որ նշեցիք, ինչ նկատի ունեք։ Խառը պայմանագիրը օրենսդրության մեջ դրանք կան պայմանագրերն են, որոնք 2 կամ 3 տարբեր գործարքների տարեր են մեկ տեղում, մեկ գործարքի մեջ։ Հիմա տվյալ պարագայում, քանի որ խոսքը գնում է պարտադիր բանկի կամ վարկային հիփոթեկային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցության մասին, այսինքն այդտեղ 2 գործարքի տարեր են, մեկը առուվաճառք կամ գնելու իրավունքի ձեռքբերում եւ մյուսը գրավի կամ հիփոթեկի պայմանագիր, որոնք որ մեկտեղվել են մեկ տեքստի մեջ եւ դրա համար էլ դրանք պետք է ստորագրվեն ոչ թե 2 կողմից, այսինքն վաճառողի եւ գնորդի կողմից, այլ պարտադիր նաեւ բանկի կամ վարկային կազմակերպության համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից։ Դրա համար էլ կոչվում է խառը, այսինքն մեկ գործարքից ավել գործարքի տարեր պարունակող պայմանագրի մասին է խոսքը։ Շատ լավ, ովքեր կարող են օգտվել այս հնարավորությունից, ինչ պարտադիր պայմաններ կան շահառուների առջև դրված։ Այստեղ ամենակարևոր պայմանը բանկի մասնակցությունն է, ինչպես ասեցի, դրա համար էլ հենց տիպային ձևը նույնիսկ այդ վերնագիրը ունի բանկի եւ վարկային կազմակերպության պարտադիր մասնակցությամբ կնքվող գործարք, որովհետեւ կարող են լինեն հարաբերություններ, օրինակ գրավառուն, այսինքն գումար տվողը այլ անձ է, օրինակ ֆիզիկական անձ է, տվյալ պարագայում այս հնարավորությունը չի գործի, այսինքն պարտադիր է սուբյեկտային կազմը, առաջինը, ինչպես նշեցի, դա բանկի վարկային կազմակերպության մասնակցությունն է եւ երկրորդը այս պահի դրությամբ դա օտարողի անպայման կառուցապատողի կարգավիճակ ունենալը, այսինքն խոսքը դեռևս գնում է առաջնային շուկայի մասին։ Կցանկանամ այստեղ նաև շեշտել, որ օրենքը ավելի լայն սահմանում ունի եւ հնարավոր է այս քայլերից հետո նաև սահմանվի այլ պայմանագրի տիպային ձև, որտեղ որ 2 քաղաքացիները իրար միջև գործարք կնքելիս, եթե ելի խոսքը գնում է բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսավորմամբ եւ մասնակցությամբ կնքվող գործարքի մասին, նաև հետագայում կսահմանվի այդ ձևը եւ նրանք եւս հնարավորություն կունենան այս գործարքը առանց նոտարական վավերացման կնքելու։ Սակայն տվյալ փուլում խոսքը գնում է պարտադիր իմ կողմից նշված սուբյեկտային կազմի առկայության մասին։ Ուրեմն բանկը, վարկային կազմակերպությունը օտարողի դեմս կառուցապատողը եւ անձով ցանկանում է գույքը գնել։
անձը ինչ պետք է ունենա, էլեկտրոնային ստորագրություն, պարտադիր Հայաստանի քաղաքացի լինի։ Այս պահի դրությամբ այո, պարտադիր պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, անցնի խիստ նույնականացում, որը այս պահին գործող հնարավորությունների կոնտեքստում ESM խիստ նույնականացման, ազգային նույնականացման հարթակն է, այսինքն պետք է, որպեսզի գործարքի կողմերը կարողանան պետության կողմից համապատասխան թվային գործիքակազմի միջոցով նույնականացվեն էլեկտրոնային համակարգում եւ այո, պարտադիր պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանան գործարքը կնքել թվային միջավայրում էլեկտրոնային եղանակով։